Երբ Հայաստանի վարչապետը խոսում է այլընտրանքների ձգտելու պատճառով Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ առաջանալու մասին, նկատի ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական այլընտրանքները, ճեպազրույցում պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչա տեղի ունեցել, ինչն է պրոբլեմը։ Պրոբլեմը հետևյալի մեջ է։ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ, Հոլանդիայի հետ, Ֆրանսիայի հետ եւ այլն եւ բազմաթիվ այլ պետությունների հետ։ Իսկ նախկինում Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չուներ կամ չէր կարող ունենալ այսքան գործընկերների հետ։ Պրոբլեմը այդտեղ է։ Մենք ասում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն, եւ սա լեգիտիմ դիրքորոշում է, հավելում է Փաշինյանը։ Արդյոք առիթ տվել եք, որ Ռուսաստանում կասկածում են քաղաքական առումով Հայաստանը լավ գործընկեր չէ։ Այս հարցին պատասխանելով էլ վարչապետը շեշտեց. ինչու է կանխավարկածն այն, որ պարտադիր մենք ենք վատ գործընկեր։ Հայաստան 2022 թվին ինչով լավ գործընկեր չէր, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը իր ֆունկցիաները չկատարեց։ Ինչով լավը չէր Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ էր արել Հայաստանի Հանրապետությունը։ Ում էր վատություն արել Հայաստանի Հանրապետությունը։ Ինչով էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահները իրենց գործառույթները չկատարեցին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի մեջախնդիրը, բա դրանից առաջ դեպքեր են եղել։ Ինչով էր վատը Հայաստանի Հանրապետությունը։ Փաշինյանը հիշեց նաև Բելարուսի նախագահի հայտարարությունը, ում է պետք Հայաստանը, նաև հարց հնչեցրեց Բելարուսին Հայաստանը վատություն արել էր։ Ոնց կարելի է երկրի, ինքնիշխան երկրի մասին այդպես խոսալ։ Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ումա պետք Հայաստանի Հանրապետությունը։ Օգոստոսին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանի ղեկավարը պատրաստվում է առաջ քաշել մեր երկրի օրակարգին առնչվող բոլոր հարցերը։ Նաև մտադիր է այնտեղ նույնպես խոսել Հայաստանում ասածի մասին։ Այն է ԵԱՏՄ-ն կաթվածահար է ու չի գործում, եթե չի գործում ԵԱՏՄ պայմանագիրը։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Ռուսաստանի նախագահի հետ հուլիսի 27-ի հեռախոսազրույցում երկաթուղու հարցին չեն անդրադարձել, բայց մեր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Դա Հայաստանի սեփականությունն է եւ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։ Այդ հարցը պետք է լուծվի։ Ես ուզում եմ շատ հստակ լինի։ Եվ ելի եմ ասում, հիմա շատ քննարկում են, փորձում են ինչ-որ բաներ հիմնական Հայաստանի ընդդիմությունը միջայլոց բան արեք, կալուգացի օլիգարխի միջոցով, այս կթանկանա։ Հայաստանում էլ բաներ կա, որ անվճարը կարող է պարզվի, որ թանգանում է։ Կարող է բաներ կա, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան $2 միլիարդ ուզել։ Հայաստանը կվերականգնի երկաթուղու իրեն անհրաժեշտ հատվածը։ Եթե որևէ մեկը անհամաձայնություն ունենա, կարող է դիմել արբիտրաժ։ Իդեպ արբիտրաժի մասին։ Թեմայի համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի էլեկտրական ցանցերի նախկին սեփականատերերի հետ կապված արբիտրաժային վեճին եւ իրավապահներին հրապարակային հաղորդում տվեց հնարավոր հանցագործության մասին։ Անուն նա չնշեց, բայց ենթադրվում է, որ խոսքը միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի մասին է։ Ոնց կարա պարզի, որ շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ ա եղել, հետո գնացել է։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը։ Տենակ այդ մարդը հետ ինչ էր անում, ստեղից բաներ, լրատվական ու քաղաքական դաշտին ինֆորմացիաներ էր տալիս եւ անտրամաբանական գրություններ, հատե լրագրողները տերորի մեջ, վայ, կառավարությունը արբիտրաժում պարտվելու է։ Բա ինչի՞ չեք լուսաբանում, որ ջախջախվել են արբիտրաժում։ Որովհետև բաները տրոյական ձին հանել ենք շենքից դուրս։ Հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս, թող տրոյական ձիու գործունեությունը քննեն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննելա կոռուպցիա, ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից, քննել են այդ դեպքը, թե չեն քննել։ Կառավարության դիրքորոշմանը հակասող գրություններ ա գրել այդ մարդը։ Վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ ա գրել այդ մարդը։
Պետք է դիրավական գնահատականի հետո գնացել է հայտնվել երրագլուխ կուսակցության պոչի ցուցակի մեջ։ Էս պատահական է։ Այդ տենց պատահական, հա, տենց ստացվեց։ Հետո պարզվեց երրագլուխ կուսակցության պոչը ինչ որ տեղերից ֆինանսավորում է ստանում։ Վարչապետի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց գլխավոր դատախազությունից հայտնել են, հայտարարությանն ընթացք են տվել։ Փաշինյանի հայտարարությանը արձագանքել է նաև Դերմեյանը, մասնավորապես նշելով, թե ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն եւ դեռ նա ստիպված է լինելու հերքել։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանությանը հեռացնելու իրենց գաղտնի պլանի մի մասը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխանությունը վերցնելն է։ Դրան զուգահեռ իբրև թե բարեգործություն են անում։ Համայնքներին գյուղտեխնիկա են նվիրում, 5-րդ երեխան ունեցող ընտանիքներին բնակարան են խոստացել եւ այլն։ Սա ընտրակաշարք չէ, հարցի վերաբերյալ վարչապետի դիտարկումն է, որ մեր պետության պատմությունը ցույց է տվել, որ օլիգարխիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում, եւ դրան պետք է լինի համապատասխան արձագանք։ Այդ բարեգործություն կոչվածը գողացվածի ընդամենը մի փոքր մասն է, եւ պետության խնդիրը պետք է լինի հարկերից խուսափելն ու թալանը թույլ չտալը։ Հիմա ասում են բանակի համար էս են կարել։ Բանակից հոսանք չգողանայիք բանակի հոսանքը։ Ասում են երեխեքին բան ենք անում, պայուսակ ենք անցած տարի, չէ՞, սեպտեմբեր։ Դպրոցների վրա ավել հոսանքի փող են գրում, ասում են այդ ավել հոսանքի փողից իրանց գեներացիաց շահույթի 5%-ից բանի դուրս գրած պայուսակներ են առնում, ասում են երեխեքին բարեգործություն են անում։ Ժողովրդի հետ կիսվելու մենակ մի ձև կա, դա պետական եւ համայնքային միջոցներն են, որովհետեւ դա է ժողովրդի գրպանը։ Այսինքն դա ել չեմ ասում բանը, ես ցնցված եմ։ Հետևյալ, որովհետեւ լուրերով նայում եմ Արարատ ցեմենտի շուրջ տեղի ունեցող գործընթացները, լուրերով նայում եմ վերևից կադրեր են ցույց տալիս Արարատ ցեմենտ գործարանի։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Այդ 21-րդ դարի գործարան, հա։ Դա ավարա ընդամենը, թալանի օբյեկտ է։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Միլիարդներ են աշխատել, միլիարդներ են տարել։ Բանակում խաղաղ պայմաններում սպանությունների ու զոհերի թեմային անդրադառնալով Փաշինյանը նշեց, անձամբ իրեն մեղավոր է համարում, քանի որ լուծումները գտնել դեռ չեն կարողացել։ Բայց խնդիրներն ըստ նրա խորքային են, ինքնասպանությունները բանակում հիմնականում 3 պատճառով են։ Պատճառներից մեկը խաղադրույթներ կատարել, պարտքերի տակ ընկնել եւ պարտքը չկարողանալ փակել։ Մենք դե յուրե միջոցներ ենք ձեռնարկել, որ նաև արգելվի ծառայության մեջ գտնվողներին, բայց այդ համակարգը դեր ներդրման մեջ է։ Երկրորդ մասը ըստ վարչապետի ընտանեկան կամ անձնական խնդիրներն են քաղաքացիական կյանքում։ Երրորդը կապված է մի շատ կոնկրետ իրավիճակի հետ։ Մարտական բանում, դիրքում հերթապահության, քո ժամապահության ընթացքում քնելը, դու դիրքը պահում ես, մյուսները հանգստանում են, քնում են։ Եթե դիրքապահը քնել է, շակմա վտանգի տակ է դրել մյուսների կյանքը եւ ով որ արձանագրվում է, որ դիրքի ժամանակ քնել է, իր նկատմամբ զինվորները, դա քրեական ենթամշակույթ է, թե այս դեպքում անվտանգային ինչ որ գեր ճնշում է, արհամարանքի եւ մեկուսացման են ենթարկում եւ դիրքից իջնելուց հետո տեղի է ունենում որոշակի բան, մեկուսացում, կղզիացում եւ այլն, հոգեբանական ճնշում եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա է պատճառը, որ կառավարությունը ծրագրեր է մշակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու, դպրոցներում երեխաների ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվածությունը բարձրացնելու մասին։ Ադրբեջանում պահվող գերիների առողջական վիճակի, նրանց կյանքին սպառնացող վտանգի վերաբերյալ հարցին վարչապետը արձագանքեց։ Մեր պետական ինստիտուտները ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտեն, որտեղ հնարավոր է աջակցություն ցուցաբերել եւ ելի ուզում եմ պատասխանատու ձևով ասել, որ մշտական ռեժիմով աշխատանք է տարվում այդ խնդիրը լուծելու համար եւ մեր փորձը նախկին ցույց է տվել, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ որ արվում է լուր կոնֆիդենցիալ եւ հիմա էլ այդ լուր կոնֆիդենցիալ աշխատանքը արվում է։
Ճեպազրույցի ավարտին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանիա Հարությունյանը, Նազելի Բաղդասարյանը գործունեությունը կշարունակի ազգային ժողովում։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։